Դուք ասում եք, որ փոքր բիզնեսը չենք հարկելու։ Այո։ Աշխարհում կա տենց երկիր, որտեղ ընդհանրապես չեն հարկում փոքր բիզնեսը։ Արաբական Միացյալ Էմիրությունները մինչև վերջերս իր այս զարգացման մեծ մինչև վերջերս, այսինքն չկա տենց երկիր։ Չէ, Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը հիմա այնտեղ չեն հարկում փոքր։ Ամեն ինչքան մենք տեղյակ ենք, Պարզեցված հարկով հարկում են։ Ինչքան մենք տեղյակ ենք, կա ուղղություններ, որոնք չեն հարկվում։ Հիմա աշխարհում չկա եւ կներեք Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի համար լավ օրինակ չի մի քիչ։ Ինչու՞։ Դե նավթ ունեն, մենք չունենք։ Դուբայ Էմիրատը նավթ ունի։ Նավթ ունի, բայց նա հսկայական ներդրումներ է բերում նավթով։ Կողքի նավթերով, ամեն ինչով բերում սարքում են, չէ՞։ Բաղազան ներդրումները նավթերով չի բերում, ներդրումները կայուն ղեկավարով է բերում, տնտեսական քաղաքականությամբ է բերում։ Այնպիսի ղեկավարով, որ բիզնես չի խլում։ Այնպիսի ղեկավարով, որ դուք իմանաք վաղը այնտեղ ներդրում կանեք։ 10 տարի, 15 տարի հետո խնդիր չի լինի, եթե Պուտինի հետ եք։ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Հա, հասկացա։ Հիմա, եթե դուք ասում եք բիզնեսը պետքա չհարկվի, մենք տեսել ենք տես դեպքեր, երբ որ պարզեցվել է, ինչ անում խոշորը։ Տրոհումը։ Տրոհումը գնում անդեղ, համ հարկային համակարգն է քանդվում, համ բիզնեսի տրամաբանությունը, համ քանդվում է մրցակցությունը։ Կարող եմ պատասխանել։ Իհարկե։ Մենք ունենք միկրո եւ շրջանառության հարկով հարկվող մոտապես 100,000 ընկերություն։ 69,000 ընկերություն ունենք շրջհարկով։ Մենք ասում ենք այս 69,000 ընկերությանը, հարգելի հայրենակիցներ, ձեզ ասում ենք, որ դուք, եթե ունեք փոքր բիզնես, դուք հարկ չեք վճարելու։ Դա ձեր վճարած հարկը ընդամենը մեր բյուջեի 2.5%-ն է, դրա կարիքը չկա։ Ամբողջ հարկային համակարգը ազատվում է վարչարության այն մասից, որ այդ 60,000 ընկերության, 69,000 ընկերության վարչարությունն է։ Եվ հարկային առաջ ընդամենը մի խնդիր է դնում փոքր բիզնեսի։ Փոքր բիզնեսի առաջ մի խնդիր է դնել, չէ, փոխանցումներով կա տարբերակ, որ փոխանցումներով պետք է առևտուրը լինի, որպեսզի այդ թափանցիկությունը ապահովվի։ Մի խնդիր է դնում ընդամենը, ասում ես ամբողջ հարկային համակարգ։ Ձեզ մեր խնդրանքը մի բան է, որ դուք կարողանաք վերահսկեք միջին ընկերությունները, որ չտրոհվեն, այս 69,000-ի ընկերությունների ամբողջ վարչարությունը ձեզանից ազատում ենք, այսինքն մի 10 անգամ մեջտացնում ենք իրենց գործը, չեմ կարծում, որ մեր հարկային համակարգը, որը հիմա էլ շատ էֆեկտիվ է գործում, մեր երկրի էֆեկտիվ գործող կառույցներից է, ես կասեմ նաև շատ էֆեկտիվ, մի քիչ նորմայից ավել էֆեկտիվ, բայց լավ է, որ գործում է, հարկային համակարգը հաստատ այդ խնդիրը կլուծի, միջին բիզնեսին չի թողի տրոհվել։ Ավելի հեշտ է։ Չեմ ուզում շատ խառնանք, որ հասցնենք այն երկուսներ խոսանք։ Դուք խոսացիք դեղերից։ Եվ վերեցիք Վրաստանի օրինակը։ Ես ուսումնասիրեցի Վրաստանի օրինակը, այնտեղ կա զուգահեռ ներմուծում։ Մոտ 30% էժանության։ Նրանք այդ դեղերը զուգահեռ ներմուծում են Թուրքիայից, եւ եթե դեղը Թուրքիայում արդեն արտոնագրված է եւ գրանցված է, նա այդ նույն պրոցեդուրան Վրաստանում չի գնում եւ էժան ալինում։ Դա 30%-ն է։ Դուք նույնպես Թուրքիայից դեղեր եք բերելու։ 3 ծրագիր արել Վրաստանի Հանրապետությունը։ Առաջինը դրել է վերին շեմ, ինչը մենք ներկայացրեցինք։ Երկրորդը բերել է զուգահեռ ներմուծել է, զուգահեռ արել է զուգահեռ ներմուծում։ Այո, դուք ճիշտ եք։ Եվ երրորդը հանել է ավելացված արժեքի հարկը։ Մենք անալիզ անելով 3 ուղղություններն էլ տեսել ենք, որ այն դեպքում, երբ բերում են Թուրքիայից կամ հանում են ավելացված արժեքի հարկը, այդ դեղերի ուղղությամբ էֆեկտիվություն չի եղել։ Կարճաժամկետ անկում է եղել 3-4%։ Մեր անալիզի արդյունքում կարծում եմ մեր հայրենակիցները, եթե այս QR կոդով հեռախոսով պահեն QR կոդով կգնան, այնտեղ էլ այդ անալիզը արդյունքի մի մասը կա, իսկ մյուսը մենք կարող ենք հրապարակել, աշխատել է միայն այն համակարգը, որը որ եղել է վերին սանդղակ դնելով, այսինքն հաշվում են Արևմտյան Եվրոպայում գները, պարոն Ղազարյան, եւ բերում են եւ դրանից շահույթ են թողում ներսի բիզնեսին։ Շատ է, մեր ժամանակը սպառվում է, հիմա մի հատ չարաշահում իմ դիրքը, մի հատ անձնական